Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ տեղական արտադրության զենք է արտահանել միջազգային շուկա։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի փոխանցմամբ մայիսի ընթացքում հայկական 3 ընկերություններ հաջողությամբ զենք են մատակարարել 2 տարբեր երկրների։ Թեև ընկերությունների եւ գնորդ պետությունների անունները չեն հրապարակվում, նախարարը շեշտել է, որ արտադրողները հաղթահարել են լոգիստիկ բավականին բարդ խնդիրներ։ Հաջողված գործընթացի համար նախարարը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարարությանը, ԱԱԾ-ին եւ ռազմարդյունաբերության ոլորտի բոլոր աշխատակիցներին։ Հայկական ընկերությունները առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը իրականում վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության երազանքը եւ ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում վնասազերծել է ասիական պետությունների քաղաքացիներից կազմված կազմակերպված հանցավոր խմբավորում։ Խումբը, քողարկվելով ՍՊ-ի անվան տակ, ստեղծել էր բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնց միջոցով կրիպտոակտիվների տեսքով խոշոր չափերի հափշտակություններ էր իրականացնում։ Անակնկալ խուզարկությամբ հայտնաբերվել են հզոր սերվերային համակարգեր, առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ եւ տարբեր երկրների քաղաքացիների անձնագրեր։ Իրավապահները քննում են նաև մարդկանց թրաֆիքինգի վարկածը, քանի որ խմբի որոշ անդամների անձնագրերը խլել են խմբավորման կազմակերպիչները։ Պարզվել է, որ տուժողները շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել եւ կորցրել են իրենց ամբողջ գումարը, իսկ հանցագործները կիրառել են նույնիսկ կեղծ կրիպտոմիավորներ։ Սերվերների առգրավումից հետո կեղծ հարթակների գործունեությունը դադարեցվել է։